Պետական անվտանգության կոմիտեն պահում էր թղթապանակներ, որոնց վրա դրված էր հատուկ ծածկագիր, եւ այդ թղթապանակներում ամփոփված էր մի ամբողջ դարաշրջանի ամենամեծ պատրանքը։ Մի պատրանք, որը մենք մինչև այսօր սովոր ենք անվանել ոսկեդար։ Բարի գալուստ մի աշխարհ, որտեղ փողոցների լուսավորությունը թաքցնում էր մութ գործարքները, իսկ հանդիսավոր ճառերը խլացնում էին հասարակ մարդկանց լուռ հուսահատությունը։ Մինչ Կարեն Դեմիրճյանի դարաշրջանը պաշտոնական տարեգրություններում ներկայացվում էր որպես աննախադեպ կառուցողական հաղթանակների, ազգային զարթոնքի եւ տնտեսական հրաշքի ժամանակաշրջան, փակ դռների հետևում գործող անտեսանելի նոմենկլատուրան բաժանում էր բնակարաններ, աշխատատեղեր, առողջություն եւ նույնիսկ ապագա, առաջնորդվելով մեկ պարզ, բայց անողոք սկզբունքով՝ մերոնք եւ ուրիշները։ Ինչ գին վճարեցին սովորական ընտանիքները, երբ ընտրյալ էլիտան կառուցում էր իր սեփական, անձնական, անխոցելի եւ բարգավաճ Հայաստանը։ Այսօր մենք կբացենք այն էջերը, որոնք տասնամյակներ շարունակ խնամքով թաքցվել են հուշարձանների ստվերներում։ Երբ մենք նայում ենք 1974 թվականի արխիվային լուսանկարներին, մենք տեսնում ենք մի մարդու, ով կանգնած է ամբիոնի մոտ։ Նրա հայացքը վստահ է, կեցվածքը հաղթական։ Կարեն Դեմիրճյանը դառնում է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար։ Նա իր հետ բերում է նոր շունչ, նոր խոստումներ եւ, որ ամենակարևորն է, նոր մասշտաբներ։ Պաշտոնական քրոնիկաները մեզ ցույց են տալիս ծափահարող բազմություններ, ժպտացող բանվորներ եւ հսկայական շինհրապարակներ։ Բայց եթե մենք մեր հայացքը կտրենք պաշտոնական լրատվության փայլուն էկրաններից եւ նայենք այդ նույն ժամանակաշրջանի խորքերը, մենք կտեսնենք միանգամայն այլ պատկեր։ Պատկերացրեք Երևանը 1977 թվականին։ Քաղաքի տակ սկսվում է մի հսկայական, աներևակայելի բարդ շինարարություն։ Ի սկզբանե նախատեսված լինելով որպես համեստ ստորգետնյա տրամվայ, այն Դեմիրճյանի անձնական ջանքերով եւ Մոսկվայի հետ բարդ դիվանագիտական խաղերի արդյունքում վերածվում է իսկական մետրոպոլիտենի։ Երբ 1981 թվականին հանդիսավոր կերպով բացվում են Երևանի մետրոյի ծանր, մարմարապատ դռները, դա ներկայացվում է որպես ազգային հաղթանակ։ Մենք տեսնում ենք փայլող կայարաններ, բյուրեղյա ջահեր, որոնք կախված են ստորգետնյա պալատների առաստաղներից։ Դրանից մեկ տարի առաջ, 1980 թվականին, իր դռներն է բացում Զվարթնոց օդանավակայանը։ Ֆուտուրիստական մի կառույց, որը կարծես իջել էր տիեզերքից, ցուցադրելով խորհրդային Հայաստանի ճարտարապետական հանճարը։ Այս ամենը հիասքանչ է, այս ամենը տպավենը տպավորիչ է։ Բայց եկեք կանգ առնենք եւ տանք մի պարզ հարց, որը այն տարիներին բարձրաձայնելը հավասարազոր էր խելագարության։ Ինչ արժեին այս մոնումենտալ կառույցները։ Խոսքը միայն միլիոնավոր ռուբլիների մասին չէ, որոնք հոսում էին պետական բյուջեից։ Խոսքը այն ռեսուրսների մասին է, որոնք խլվում էին կենսականորեն անհրաժեշտ այլ ոլորտներից։ Մինչ մայրաքաղաքի կենտրոնում վեր էին խույանում ճարտարապետական գլուխ, տասնյակ հազարավոր ընտանիքներ ապրում էին խոնավ, կիսախարխուլ նկուղներում կամ նեղլիկ հանրակացարաններում, տասնամյակներ շարունակ սպասելով իրենց հերթին պետական բնակարան ստանալու համար։ Եթե մենք մտովի քայլենք այն ժամանակվա Երևանի փողոցներով, մենք կտեսնենք երկու բոլորովին տարբեր քաղաքներ։ Մեկը Սայաթնովա եւ Բաղրամյան պողոտաներն են, որտեղ վեր են խոյանում հատուկ նախագծերով կառուցված ընդարձակ լուսավոր բնակարաններով շենքերը։ Այստեղ ապրում է նոմենկլատուրան, կուսակցական էլիտան, մինիստրները, նրանց տեղակալները եւ մերձավորները։ Այս շենքերի բակերում կանգնած են սև փայլուն պետական մեքենաներ, իսկ մուտքերը մաքուր են եւ խնամված։ Եվ կա մեկ այլ Երևան՝ Չարբախի, հարավ-արևմտյան թաղամասի կամ ծայրամասային այլ շրջանների մոխրագույն, անբարեկարգ, միապաղաղ պանելային շենքերը, որտեղ մարդիկ խցկված են փոքրիկ սենյակներում, որտեղ ջուրը տրվում է ժամերով, իսկ բակերում տիրում է փոշին ու անտեսվածությունը։ Բայց անհավասարությունը միայն պատերի եւ տանիքների մեջ չէր։ Այն ներթափանցել էր մարդկային կյանքի ամենանուրբ եւ ամենակարևոր ոլորտը՝ առողջապահություն։ Պաշտոնական վիճակագրությունը հպարտանում էր հիվանդանոցների եւ բժիշկների քանակով, բայց գոյություն ուներ մի համակարգ, որի մասին բարձրաձայն չէին խոսում։ Դա այսպես կոչված չորրորդ վարչությունն էր։ Պատկերացրեք մի հիվանդանոց, որը գտնվում է քաղաքի լավագույն հատվածում, որտեղ միջանցքներում չկան հերթեր, որտեղ հիվանդասենյակները նման են հյուրանոցային համարների, իսկ դեղորայքը, որը սովորական մահկանացուների համար անհասանելի երազանք է, այստեղ առկա է անսահմանափակ քանակությամբ։ Այսօրվա Նայիրի բժշկական կենտրոնի մի մասը ժամանակին հենց այդ փակ էլիտար աշխարհն էր։
Մինչ շարքային քաղաքացին, ում երեխան ծանր հիվանդ էր, ստիպված էր ժամերով կանգնել դեղատների հերթերում, փնտրել ծանոթներ, աղերսել, կաշառք տալ պարզագույն հակաբիոտիկներ ճարելու համար, կուսակցական չինովնիկը պարզապես զանգահարում էր 4-րդ վարչություն։ Այնտեղ նրան սպասարկում էին արտասահմանից բերված լավագույն դեղամիջոցներով, լավագույն մասնագետների հսկողության տակ։ Սա պարզապես բժշկական սպասարկում չէր, սա կյանքի և մահվան մենաշնորհ էր, որը պետությունը տվել էր ինքն իրեն։ Դեմիսճյանի կերպարը, որը հմտորեն համատեղում է ժողովրդական առաջնորդի և խիստ ադմինիստրատորի գծերը, հաճախ ստվերում էր այս դաժան իրականությունը։ Նրան սիրում էին իր հռետորաբանության, ազգային արժեքների պահպանմանն ուղղված քայլերի համար, բայց նույն այդ ժողովուրդը լուռ կուլ էր տալիս այն վիրավորանքը, երբ տեսնում էր, թե ինչպես է համակարգային կոռուպցիան և անհավասարությունը դառնում կյանքի նորմա։ Ում էր ձեռնտու այս կրկնակի խաղը, և ով ստացավ ամեն ինչ այն համակարգում, որտեղ պաշտոնապես բոլորը հավասար էին։ Եթե մենք խորանանք 70-ականների վերջի և 80-ականների սկզբի տնտեսական լաբիրինթոսներում, մենք կհայտնաբերենք մի ամբողջ զուգահեռ իրականություն։ Դա ստվերային տնտեսության, այսպես կոչված ցեխավիկների ոսկե դարաշրջանն էր։ Պաշտոնական գործարանները ցերեկը արտադրում էին պետական պլանով նախատեսված, հաճախ անորակ և անճաշակ ապրանքներ։ Բայց երբ իջնում էր գիշերը, նույն այդ հաստոցների վրա, պետական հումքով, սկսվում էր բոլորովին այլ արտադրություն։ Կարվում էին նորաձև կոշիկներ, հագուստ, որոնք հետո տակից վաճառվում էին շուկաներում, բերելով աստղաբաբաշխական եկամուտներ։ Միամտություն կլիներ կարծել, թե իշխանությունները, պետական անվտանգության մարմինները կամ անձամբ հանրապետության ղեկավարությունը տեղյակ չէին այս հսկայական ստվերային մեքենայի գոյության մասին։ Նրանք ոչ միայն գիտեին, այլև ըստ բազմաթիվ վկայությունների և տեսությունների, հանդիսանում էին այդ համակարգի գլխավոր շահառուները։ Ցեխավիկները վճարում էին իրենց անվտանգության և անխափան աշխատանքի համար։ Այդ գումարները հոսում էին դեպի վեր, ստեղծելով մի հզոր, անտեսանելի ֆինանսական բուրգ, որը սնուցում էր էլիտայի շքեղ կյանքը։ Ֆեյդեյ Սարգսյանը, Մինիստրների խորհրդի նախագահը, հմուտ տեխնոկրատ էր, ով պատասխանատու էր տնտեսական թվերի և էլիտար շինարարության նախագծերի համար։ Նա գիտեր, թե ինչպես ներկայացնել Հայաստանը Մոսկվային որպես խորհրդային միության ցուցափեղկ, կորզելով լրացուցիչ ֆինանսավորում, որի մի զգալի մասը, սակայն, անհետանում էր տեղական բյուրոկրատական ապարատի անհատակ գրպաններում։ Այս ստվերային հարստությունը ծնեց մի նոր խավ՝ ոսկե երիտասարդություն։ Պատկերացրեք մի տեսարան։ Սովորական ուսանողը, ով ապրում է ծայրամասում, ամիսներ շարունակ գումար է հավաքում, որպեսզի կարողանա գնել հասարակ, տեղական արտադրության կոշիկ, և երազում է գոնե մեկ անգամ նստել ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենայի ղեկին։ Եվ նույն այդ ժամանակ համալսարանի բակում կանգնում են արտասահմանյան կամ հատուկ պատվերով բերված մեքենաներ, որոնցից իջնում են նոմենկլատուրայի զավակները, հագնված արևմտյան նորաձևությամբ, բուրելով ֆրանսիական թանկարժեք օծանելիքով։ Որտեղից նրանց այդ ամենը։ Պատասխանը թաքնված էր փակ դռների հետևում։ Գոյություն ունեին այսպես կոչված բերիոսկա խանութները։ Սրանք սովորական խանութներ չէին։ Շարքային քաղաքացին նույնիսկ իրավունք չուներ մոտենալ դրանց ցուցափեղկերին։ Այնտեղ մուտքը միայն հատուկ սերտիֆիկատներով էր կամ արտարժույթով, որը ունենալը սովորական մարդու համար քրեորեն պատժելի արարք էր։ Այդ խանութներում կար ամեն ինչ՝ գերմանական կենցաղային տեխնիկայից մինչև ճապոնական մագնիտոֆոններ, իտալական հագուստից մինչև շվեյցարական շոկոլադ։ Էլիտան ապրում էր կոմունիզմի պայմաններում։ Մինչդեռ ժողովուրդը կանգնած էր սոցիալիզմի դատարկ խանութների հերթերում, փորձելով գտնել տալական կարագ կամ միս։ Պաշտոնական վիճակագրությունը աղաղակում էր, որ Հայաստանը ամենազարգացած հանրապետություններից է, բայց իրականությունը դատարկ սառնարաններն էին և առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ դեֆիցիտը։ Այս անհավասարությունը ամենացայտուն կերպով դրսևորվում էր կրթական համակարգում։ Բուհական ընդունելության քննությունները վերածվել էին լավ կազմակերպված շահութաբեր բիզնեսի։ Գիտելիքը մղվել էր երկրորդ պլան։ Գոյություն ունեին հստակ չգրված դրույքաչափեր։ Օրինակ, բժշկական կամ իրավաբանական ֆակուլտետներ ընդունվելու համար պահանջվում էր վճարել 5000-ից մինչև 15000 ռուբլի։ Որպեսզի հասկանանք այս թվերի ահռելիությունը, պետք է հիշենք, որ սովորական ինժեների կամ ուսուցչի միջին ամսական աշխատավարձը կազմում էր ընդամենը 150-ից 200 ռուբլի։ Ու ռուբլի։ Այսինքն հասարակ ընտանիքը պետք է տասնամյակներ շարունակ չուտեր և չխմեր, որպեսզի կարողանար վճարել իր երեխայի կրթության համար։ Սա նշանակում է, որ հեղինակավոր մասնագիտությունները դառնում էին փակ ակումբ, որտեղ մուտք ունեին միայն հարուստների և պաշտոնյաների երեխաները, անկախ նրանց ընդունակություններից։ Եվ իհարկե չենք կարող չհիշատակել Դեմիսճյանի հպարտությունը՝ Պեպսի կոլայի գործարանը։
1981 թվականին Հայաստանը Խորհրդային Միությունում առաջիններից էր, որ սկսեց արտադրել այս արևմտյան ըմպելիքը։ Դա ներկայացվում էր որպես քաղաքական և տնտեսական մեծ նվաճում, բայց իրականում այդ գործարանում աշխատանքի անցնելը համարվում էր իսկական ոսկե տոմս։ Այնտեղ հնարավոր չէր ընդունվել պարզապես փողոցից եկած մարդու համար։ Աշխատատեղերը բաժանվում էին բացառապես ծանոթ բարեկամական կապերով, քանի որ գործարանը ոչ միայն բարձր աշխատավարձ էր ապահովում, այլև հնարավորություն էր տալիս մուտք գործել դեֆիցիտային ապրանքների փոխանակման ստվերային ցանց։ Այսպիսով, նույնիսկ արևմտյան առաջընթացի խորհրդանիշը ծառայեցվում էր տեղական կլանային համակարգի ամրապնդմանը։ Երբ տարիներ անց քննիչները մտան արխիվային պահոցներ և սկսեցին ուսումնասիրել շինարարական փաստաթղթերը, նրանք գտան մի բան, որը ստիպեց նրանց սառչել սարսափից։ Բայց մինչ այդ սարսափելի բացահայտմանը հասնելը, եկեք վերադառնանք 1983 թվական։ Երևանում հանդիսավորությամբ բացվում է մարզահամերգային համալիրը։ Դա իսկական ճարտարապետական հրաշալիք էր։ Մի կառույց, որը նման էր թռչող ափսեի, որը վայրեջք էր կատարել Ծիծեռնակաբերդի բլրի վրա։ Դեմիրճյանը հպարտ էր, ժողովուրդը հիացած։ Բայց այս հսկայական նախագծի վրա ծախսվել էին աստղաբաշխական գումարներ։ Եվ ահա, 1985 թվականին տեղի է ունենում անսպասելին։ Համալիրում բռնկվում է ահռելի հրդեհ։ Կրակը լափում է միլիոնավոր ռուբլիների արժեք ունեցող գույք, ոչնչացնում է եզակի ճարտարապետական լուծումներ։ Պաշտոնական վարկածը խոսում էր անվտանգության կանոնների խախտման մասին, բայց ժողովրդի մեջ, խոհանոցներում և բակերում շշնջում էին բոլորովին այլ բան։ Շատերը համարում էին, որ դա դիտավորյալ դիվերսիա էր, ներքին կլանային պայքարի արդյունք, կամ նույնիսկ յուրահատուկ պատիժ այն ցուցադրական շքեղության համար, որը իշխանությունները կառուցել էին աղքատության ֆոնին։ Դեմիրճյանն անձամբ էր հետևում վերականգնման աշխատանքներին, նա գրեթե գիշերում էր շինհրապարակում, բայց այդ հրդեհը կարծես խորհրդանշական ճաք լիներ նրա անխոցելի թվացող իշխանության պատին։ Այդ ճաքերը գնալով ավելի տեսանելի էին դառնում։ 1985 թվականին սկսվում է Գորբաչովյան պերեստրոյկան։ Օդում զգացվում է փոփոխությունների շունչը։ Հայաստանում սկսվում են առաջին դժգոհությունները, սկզբում էկոլոգիական վիճակից։ Նաիրիդ գործարանի թունավոր արտանետումները խեղդում էին քաղաքը, և մարդիկ սկսում են հասկանալ, որ արդյունաբերական հսկաները ոչ միայն և ոչ միայն աշխատատեղեր են, այլև մահվան սպառնալիք։ Բայց ամենասարսափելի տեսությունը, որը կապվում է Դեմիրճյանի դարաշրջանի շինարարական բումի հետ, վերաբերում է ավելի ուշ տեղի ունեցած ողբերգությանը։ Երբ 1988 թվականի դեկտեմբերին Սպիտակի ավերիչ երկրաշարժը հողին հավասարեցրեց հյուսիսային Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, փլուզված շենքերի ավերակների տակ մնացին տասնյակ հազարավոր կյանքեր։ Տեսություններից մեկի համաձայն, որը մինչ օրս հանգիստ չի տալիս հետազոտողներին, շենքերի զանգվածային փոշիացող փլուզման գլխավոր պատճառներից մեկը շինարարության ընթացքում ցեմենտի և ամրանների համատարած անխնագողությունն էր։ Այդ գողությունը տեղի էր ունեցել հենց 70-ականների և 80-ականների ընթացքում, երբ կառուցվում էին այդ պանելային շենքերը։ Ցեմենտը, որը պետք է ամրացներ հասարակ մարդկանց տների պատերը, վաճառվում էր սև շուկայում կամ օգտագործվում էր էլիտայի ամառանոցների և առանձնատների կառուցման համար։ Այս վարկածը, եթե անգամ մասամբ է ճշմարիտ, ցույց է տալիս կոռուպցիայի այն հրեշավոր գինը, որը վճարեց ազգը։ 1988 թվականի մայիսին Մոսկվայի ճնշման և Ղարաբաղյան շարժման հզոր ալիքի ֆոնին Կարեն Դեմիրճյանը հրաժարական է տալիս։ Նրան փոխարինելու է գալիս Սուրեն Հարությունյանը, նրա քաղաքական հակառակորդը։ Հարությունյանը, փորձելով շահել փողոց դուրս եկած զայրացած և արդարություն պահանջող ժողովրդի վստահությունը, սկսում է բացահայտել նախկին էլիտայի մեղքերը։ Նա խոսում է կոռուպցիայի, անարդարության, ստվերային տնտեսության մասին։ Բայց արդյոք դա բավարար էր։ Արդյոք հնարավոր էր վերադարձնել այն տասնամյակները, որոնք մարդիկ անցկացրել էին հերթերում, այն առողջությունը, որը կորցրել էին դեղորայքի բացակայության պատճառով, այն ապագան, որը գողացել էր նրանց երեխաներից կրթական համակարգի կաշառակերության պատճառով։ Այսպիսով, Դեմիրճյանի դարաշրջանը, որը բարգավաճման դիմակի տակ թաքցնում էր խորը սոցիալական անդունդ, ավարտվեց։ Էլիտան կառուցել էր իր դրախտը, օգտագործելով պետական ռեսուրսները, մինչդեռ սովորական ընտանիքները վճարեցին դրա համար իրենց տարիների սպասումով, կոռուպցիայի մեջ խեղդվելով և արդարության բացակայությամբ։ Այս պատմությունը միայն անցյալի մասին չէ, այն նաև նախազգուշացում է մեզ բոլորիս համար։ Նախազգուշացում այն մասին, թե ինչ է կատարվում, երբ հասարակությունը լռում է անհավասարության առջև, երբ փայլուն շենքերը դառնում են կարևոր ժողովրդական առողջության համար, երբ պետությունը սկսում է բաժանել իր քաղաքացիներին մերոնք և ուրիշներ։ Դա ուսուցողական դաս է, որը չպետք է մոռանանք։
Սակայն այս դասը լիարժեք հասկանալու համար բավարար չէ միայն արձանագրել փաստերը կամ նայել վիճակագրությանը։ Մենք պետք է զգանք այն շունչը, այն ծանրությունը, որն ամեն օր իր ուսերին կրում է շարքային քաղաքացին։ Ինչպես էր այս գլոբալ պետական մակարդակի անարդարությունը տեղափոխվում մարդկանց կենցաղ, նրանց խոհանոցներ ու ննջասենյակներ։ Պատասխանը թաքնված է այն հոգեբանական վիճակի մեջ, որը դարձել էր մի ամբողջ հասարակության ուղեկիցը։ Երբ մենք փորձում ենք հասկանալ Կարեն Դեմիրճյանի կառավարման տարիների իրական չգունազարդված պատկերը, մենք պետք է մեր հայացքը ուղղենք ոչ թե դեպի երկինք խոյացող մոնումենտալ կառույցները կամ պաշտոնական զեկույցների փայլուն էջերը, այլ դեպի այն անտեսանելի, բայց ծանրագույն բեռը, որը կրում էր հասարակ քաղաքացին իր ամենօրյա կյանքում։ Խորհրդային Հայաստանի իրականությունը, որը թաքնված էր կարգախոսների և տոնական շքերթների հետևում, կառուցված էր սպասման հոգեբանության վրա։ Սպասումը դարձել էր մի ամբողջ սերնդի կենսակերպը, նրանց գոյության անբաժանելի մասը, մի տեսակ աններևույթ բանտ, որտեղ մարդիկ անցկացնում էին իրենց լավագույն տարիները, հուսալով, որ մի օր պետությունը կկատարի իր տված վեհագույն խոստումները։ Եվ այդ սպասման ամենադաժան, ամենաողբերգական դրսևորումը բնակարանային հերթերն էին, որոնք նման էին անվերջանալի մութ լաբիրինթոսների, որտեղից ելք գտնելը հասարակ մահկանացուի համար գրեթե անհնարին էր դարձել։ Պատկերացրեք մի սովորական հայկական ընտանիք 1980-ականների կեսերին։ Հայրը աշխատում է ծանր արդյունաբերության գործարանում, ամեն առավոտ արթնանում է լուսաբացից առաջ, կանգնում հաստոցի մոտ, շնչում մետաղի և յուղի ծանր հոտը, որպեսզի ապահովի պետության կողմից պահանջվող պլանը։ Մայրը ուսուցչուհի է, ով իր ողջ էներգիան և առողջությունը նվիրում է գալիք սերունդների կրթությանը։ Նրանք ապրում են ծայրամասային, խոնավ, կիսաքանդ հանրակացարանի մի փոքրիկ անոթ սենյակում, որտեղ պատերից թափվում է ծեփը, իսկ ձմռան ցուրտ գիշերներին քամին անարգել ներթափանցում է հին, ճաքճքած փայտե պատուհաններից։ Այս ընտանիքը արդեն 20 տարի կանգնած է պետական բնակարան ստանալու հերթում։ 20 երկար, տանջալից տարիներ։ Նրանք ամեն տարի գնում են համապատասխան գերատեսչություններ, նայում են ցուցակներին, հույսով փնտրում իրենց ազգանունը, բայց ամեն անգամ բախվում են սառը, անտարբեր բյուրոկրատական պատին։ Նրանց հերթը անընդհատ հետ է մղվում, անհասկանալի պատճառներով նրանցից առաջ են անցնում մարդիկ, ովքեր երբեք չեն աշխատել գործարաններում, երբեք չեն կանգնել հաստոցների մոտ, բայց ունեն ամենակարևոր կապիտալը այդ դարաշրջանում՝ ճիշտ ազգակցական կապեր և հովանավորներ կուսակցական վերնախավում։ Այս ընտանիքի հայրը, ով իր երիտասարդությունն ու առողջությունը թողել էր պետական արտադրամասերում, կամաց-կամաց կորցնում է հավատը արդարության հանդեպ։ Նա տեսնում է, թե ինչպես են Սայաթնովա և Բաղրամյան փողոցներում, քաղաքի ամենապրեստիժային, ամենականաչապատ և մաքուր հատվածներում մեկը մյուսի հետևից վեր խոյանում հատուկ նախագծերով կառուցված, ընդարձակ բարձր առաստաղներով և լուսավոր պատուհաններով շենքերը։ Այդ շենքերը նախատեսված չէին բանվորների կամ ուսուցիչների համար։ Դրանք նոմենկլատուրայի, մինիստրների, նրանց տեղակալների, կուսակցական ֆունկցիոներների և նրանց բազմաթիվ բարեկամների համար կառուցված փակ ամրոցներ էին։ Այդ շենքերի բակերում կյանքը հոսում էր բոլորովին այլ ռիթմով։ Այնտեղ չկար ջրի անջատումների խնդիր, այնտեղ մուտքերը միշտ մաքուր էին, իսկ բակերում կայանված էին պետական, սև, փայլուն ավտոմեքենաներ, որոնք սպասում էին իրենց տերերին, նրանց տեղափոխելու համար փակ, հատուկ ապահովված աշխարհի մի կետից մյուսը։ Այս ահռելի սոցիալական անդունդը, որը գնալով ավելի էր խորանում, ստեղծում էր մի մթնոլորտ, որտեղ հասարակ մարդը իրեն զգում էր որպես երկրորդ կարգի էակ սեփական հայրենիքում։ Բայց բնակարանային անարդարությունը միայն այսբերգի գագաթն էր։ Ամենասարսափելի, ամենացավոտ և մարդկային արժանապատվությունը ոտնահարող տարբերակումը տեղի էր ունենում այն ոլորտում, որտեղ բոլոր մարդիկ, անկախ իրենց պաշտոնից և դիրքից, պետք է հավասար լինեին բնության և ճակատագրի առաջ։ Խոսքը առողջապահության, մարդկային կյանքի պահպանման և փրկության մասին է։ Պաշտոնական քարոզչությունը անդադար հայտարարում էր, որ խորհրդային բժշկությունը անվճար է, հասանելի բոլորին և աշխարհում լավագույններից մեկն է։ Սակայն իրականությունը, որը թաքնված էր հիվանդանոցների մռայլ միջանցքներում, բոլորովին այլ էր։ Գոյություն ուներ մի համակարգ, որի անունը հասարակ մարդիկ արտասանում էին շշուկով։ Մի համակարգ, որը մարմնավորում էր էլիտայի բացարձակ անտարբերությունը սեփական ժողովրդի տառապանքների հանդեպ։ Դա այսպես կոչված չորրորդ վարչությունն էր։ Այսօրվա Նաիրի բժշկական կենտրոնի մի զգալի հատվածը ժամանակին հանդիսանում էր հենց այդ փակ, գաղտնի և անհասանելի աշխարհի էպիկենտրոնը։ Պատկերացրեք երկու զուգահեռ իրականություն։
Մի կողմից սովորական շրջանային պոլիկլինիկաներն ու հիվանդանոցները, որտեղ միջանցքները լի էին հուսահատ, ցավից տառապող մարդկանցով։ Այնտեղ օդը ծանր էր, հագեցած էժանագին ախտահանիչ նյութերի հոտով, բժիշկները գերհոգնած էին, իսկ ամենատարրական կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցները, հակաբիոտիկները կամ ցավազրկողները պարզապես բացակայում էին։ Հասարակ քաղաքացին, ում երեխան կամ ծնողը ծանր հիվանդ էր, ստիպված էր անցնել դժոխքի միջով։ Նա պետք է փնտրեր ծանոթներ, վճարեր ստվերային գումարներ, աղերսեր դեղատների աշխատողներին, որպիսի կարողանար գտնել այն դեղահաբը, որը կարող էր փրկել իր հարազատի կյանքը։ Շատ հաճախ այդ որոնումները ավարտվում էին ողբերգությամբ, եւ մարդիկ հեռանում էին այս աշխարհից անժամանակ, պարզապես այն պատճառով, որ պետությունը չէր ապահովել նրանց բուժման տարրական պայմանները։ Եվ մյուս կողմից գոյություն ուներ 4-րդ վարչության լռակյաց, շքեղ եւ ապահովված աշխարհը։ Այստեղ չկային հերթեր, չկար աղմուկ, չկար հուսահատություն։ Այս հիվանդանոցի միջանցքներում տիրում էր կատարյալ մաքրություն, հատակը ծածկված էր փափուկ գորգերով, իսկ հիվանդասենյակները ավելի շատ հիշեցնում էին բարձրակարգ հյուրանոցային համարներ, քան բժշկական հաստատություն։ Այստեղ բուժվում էին միայն ընտրյալները, կուսակցական վերնախավը, բարձրաստիճան պաշտոնյաները եւ նրանց ընտանիքի անդամները։ Նրանց համար բացակայում էր դեֆիցիտ հասկացությունը։ 4-րդ վարչության պահեստները լի էին արտասահմանից, հաճախ կապիտալիստական երկրներից հատուկ պատվերով բերված ամենաժամանակակից, ամենաարդյունավետ դեղամիջոցներով եւ բժշկական սարքավորումներով։ Եթե նոմենկլատուրայի ներկայացուցիչը ունենում էր առողջական ամենափոքր խնդիրը, նրան անմիջապես շրջապատում էին հանրապետության լավագույն մասնագետները, ովքեր պատրաստ էին անել ամեն ինչ նրա հանգստությունն ու առողջությունը ապահովելու համար։ Այս բժշկական ապարտեիդը ուներ խորը հոգեբանական ազդեցություն հասարակության վրա։ Մարդիկ հասկանում էին, որ իրենց կյանքը պետության համար արժեք չունի։ Նրանք տեսնում էին, որ համակարգը, որը պաշտոնապես հռչակել էր համընդհանուր հավասարություն եւ եղբայրություն, իրականում ստեղծել է մի մեխանիզմ, որտեղ կյանքի տևողությունը եւ որակը ուղիղ համեմատական էին կուսակցական տոմսի գույնին եւ պաշտոնի բարձրությանը։ Կարեն Դեմիրճյանի կերպարը, որը հմտորեն կառուցվել էր որպես ազգային հոգատար առաջնորդի կերպար, հաճախ ստվերում էր այս դաժան իրականությունը։ Նա այցելում էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, խոսում էր հայոց լեզվի պահպանման կարևորության մասին, արտասանում էր հայրենասիրական ճառեր, որոնք արժանանում էին բուռն ծափահարությունների։ Բայց երբ ծափահարությունները լռում էին եւ մարդիկ վերադառնում էին իրենց խոնավ բնակարանները կամ կանգնում էին դեղատների դատարկ ցուցափեղկերի առաջ, նրանք մնում էին մենակ իրենց ցավի, իրենց հիվանդությունների եւ իրենց անզորության հետ։ Էլիտան կառուցել էր անտեսանելի, բայց անանցանելի պատեր, որոնք բաժանում էին հասարակությունը երկու անհավասար մասերի, եւ այդ պատերի ներսում մարդկային կյանքը գնահատվում էր բոլորովին այլ չափանիշներով։ Եթե մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչպես էր ֆինանսավորվում էլիտայի այս շքեղ, անհոգ եւ արտոնյալ կյանքը, մենք պետք է իջնենք պաշտոնական տնտեսության լուսավորված բեմահարթակից եւ մուտք գործենք մի աշխարհ, որտեղ իշխում էին ստվերները, գաղտնի պայմանավորվածությունները եւ չգրանցված միլիոնները։ Դեմիրճյանի դարաշրջանը, որը հաճախ անվանում են արդյունաբերական վերելքի ժամանակաշրջան, իրականում թաքցնում էր Խորհրդային Միության պատմության մեջ ամենահզոր, ամենալավ կազմակերպված եւ ամենաէկամտաբեր ստվերային տնտեսություններից մեկը։ Սա այսպես կոչված ցեխավիկների ոսկե դարաշրջանն էր։ Մի ժամանակաշրջան, երբ պետական գործարանները ունեին երկու դեմք, երկու կյանք եւ երկու բոլորովին տարբեր նպատակներ։ Պատկերացրեք հսկայական կարի կամ կոշիկի ֆաբրիկա Երևանի ծայրամասում։ Ցերեկային ժամերին այնտեղ աշխատանքը ընթանում է պաշտոնական պլանի համաձայն։ Բանվորները արտադրում են հազարավոր միատեսակ, անճաշակ, գորշ եւ հաճախ անորակ ապրանքներ, որոնք ուղարկվում են պետական խանութներ եւ ամիսներով փոշոտվում են դարակներում, քանի որ ոչ ոք չի ցանկանում դրանք գնել։ Բայց երբ արևը մայր է մտնում եւ պաշտոնական աշխատանքային օրը ավարտվում է, գործարանը չի քնում։ Դռները փակվում են ներսից, պատուհանները վվարագուրվում են հաստ կտորներով եւ սկսվում է իսկական եռուն աշխատանքը։ Նույն այդ պետական հաստոցների վրա, օգտագործելով պետական պահեստներից գաղտնի դուրս գրված բարձրորակ հումքը, գիշերային հերթափոխի վարպետները սկսում են կարել նորաձև, արևմտյան չափանիշներին համապատասխանող հագուստ եւ կոշիկ։ Այս ապրանքների վրա հաճախ փակցվում էին արտասահմանյան կեղծ սպիտակներ, եւ դրանք հաջորդ առավոտյան հայտնվում էին սև շուկայում, վաճառվելով աստղաբաշխական գներով։ Այս ստվերային արտադրությունը բերում էր աներևակայելի, ֆանտաստիկ եկամուտներ։
Բայց միամտություն կլիներ կարծել, թե մի քանի ճարպիկ արտադրամասի վետեր կարող էին ինքնուրույն, առանց բարձրագույն ղեկավարության գիտության եւ հովանավորության կազմակերպել նման մասշտաբի անօրինական գործունեություն։ Պետական անվտանգության մարմինները, ոստիկանությունը, դատախազությունը եւ իհարկե կուսակցական վերնախավը քաջատեղյակ էին այս գիշերային կայսրության գոյության մասին։ Նրանք ոչ միայն գիտեին, այլև հանդիսանում էին այս հսկայական ֆինանսական բուրգի գլխավոր շահառուները։ Ցեխավիկները պարտավոր էին վճարել հստակ սահմանված տոկոսներ իրենց անվտանգության, անխափան աշխատանքի եւ պետական ստուգումներից խուսափելու համար։ Այսպես կոչված քրիշավատ անելու համակարգը աշխատում էր ժամացույցի ճշտությամբ։ Գումարները ճամպրուկներով հոսում էին դեպի վեր, հասնելով մինչև ամենաբարձր կաբինետներ։ Ֆեյդեյ Սարգսյանը, ով զբաղեցնում էր մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնը, հայտնի էր որպես հմուտ տեխնոկրատ, ով կարողանում էր ապահովել տնտեսական աճի տպավորիչ թվեր եւ ղեկավարել էլիտար շինարարության նախագծերը։ Նա եւ նրա շրջապատը գիտեին, թե ինչպես խաղալ Մոսկվայի հետ, ներկայացնելով Հայաստանը որպես խորհրդային միության ամենաբարգավաճող ցուցափեղկերից մեկը։ Սակայն այդ բարգավաճման իրական պտուղները վայելում էր միայն նեղ, փակ նոմենկլատուրա, որը որևէ աղերս չուներ սովորական խորհրդային քաղաքացու կենցաղի հետ։ Մոսկվայի եւ Լենինգրադի ամենապրեստիժային բուհերում սովորելը, արտասահմանյան ճանապարհորդությունները, թանկարժեք հագուստը եւ արտոնյալ ժամանցը, այս ամենը ստանձնում էր նրանց ծնողների ստվերային եկամուտների հոսքը։ Այս ուրվականները մեծանում էին համոզմամբ, որ աշխարհը պարտական է իրենց ամեն ինչ, եւ որ օրենքները գրված են միայն ուրիշների համար։ Այս ամենաթողությունը սակայն անհետևանք չէր մնում։ Ստվերային կայսրության կառավարումը եւ երկակի ստանդարտերով ապրելը եւ հասարակությունից խլված բարիքների վրա սեփական բարեկեցությունը կառուցելը պահանջում էին ահռելի էներգիա։ Ոսկե երիտասարդության անհոգ կյանքի եւ ցեխավիկների գիշերային միլիոնների դիմաց ինչ որ մեկը պետք է վճարեր ոչ միայն բարոյական, այլև ֆիզիկական գին։ Եվ այդ գինը վճարում էին հենց նրանք, ովքեր կանգնած էին այս բուրգի գագաթին, որովհետև իշխանությունը, հատկապես այն իշխանությունը, որը հիմնված է ստի վրա, ունի իր անողոք, կործանարար ազդեցությունը մարդկային մարմնի եւ հոգեբանության վրա։ Երբ մենք ուսումնասիրում ենք պատմությունը, մենք հաճախ կենտրոնանում ենք թվերի, փաստերի, կառուցված շենքերի եւ ստորագրված պայմանագրերի վրա, բայց մենք մոռանում ենք մի շատ կարևոր, գուցե ամենակարևոր գործոնի մասին՝ իշխանության ֆիզիոլոգիայի։ Իշխանությունը պարզապես աթոռ չէ, այն կենդանի օրգանիզմ է, որը սնվում է մարդկային էներգիայով եւ որը անդառնալիորեն փոխում է այն կրողի մարմինը, հայացքը եւ հոգեբանությունը։ Եթե մենք վերցնենք Կարեն Դեմիրճյանի լուսանկարները 1974 թվականից, երբ նա նոր էր ստանձնել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը, եւ համեմատենք դրանք 1988 թվականի կադրերի հետ, մենք կտեսնենք երկու տարբեր մարդկանց։ Առաջինում մենք տեսնում ենք երիտասարդ, էներգիայով լի, ժպտերես եւ վստահ առաջնորդի, ում աչքերում կա հավատ դեպի սեփական ուժերն ու ազգի լուսավոր ապագան։ Բայց տարիների ընթացքում այդ հայացքը ծանրանում է։ Դեմքի մկանները կորցնում են իրենց նախկին ճկունությունը, աչքերի տակ հայտնվում են խորը մութ ստվերներ, իսկ կեցվածքը դառնում է ավելի զգուշավոր, ավելի պաշտպանողական։ Սա պարզապես ծերացման բնական գործընթաց չէր։ Սա այն ահռելի, անտեսանելի բեռի ֆիզիկական դրսևորումն էր, որը կոչվում էր երկակի կյանք։ 14 տարի շարունակ ղեկավարել մի հանրապետություն, որտեղ պաշտոնական ճառերը խոսում էին կոմունիստական բարոյականության, եփության եւ համընդհանուր հավասարության մասին, իսկ իրական կյանքում ծաղկում էր ստվերային տնտեսությունը, կոռուպցիան եւ աննախադեպ սոցիալական բևեռացումը, նշանակում էր ապրել մշտական հյուծող ներքին հակասության մեջ։ Դեմիրճյանը, լինելով խելացի եւ հեռատես գործիչ, չէր կարող չտեսնել, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Նա գիտեր ցեխավիկների գիշերային կայսրության մասին, նա գիտեր բուհերում տիրող կաշառակերության հստակ դրույքաչափերի մասին, նա գիտեր, որ իր անմիջական ենթակաները, մինիստրներն ու կուսակցական ֆունկցիոներները կառուցում են իրենց անձնական դրախտը հասարակ ժողովրդի դժբախտության վրա։ Եվ այս գիտակցումը, այս մեղսակցության լուռ ընդունումը աստիճանաբար քայքայում էր նրա ներաշխարը։ Իշխանության գագաթին գտնվող մարդը սկսում է տառապել յուրահատուկ պարանոյայով։ Նա այլևս չի վստահում ոչ մեկին, քանի որ հասկանում է, որ իրեն շրջապատող ժպիտներն ու քծնանքը ընդամենը դիմակներ են, որոնց հետևում թաքնված են անձնական շահն ու անհագուրդ ագահությունը։ Նրա քայլվածքը դառնում է ծանր։ Կարծես նա իր ուսերին է կրում ոչ միայն պետության ղեկավարման պատասխանատվությունը,
այլև այն բոլոր չասված ճշմարտությունների ծանրությունը, որոնք արգելված էր բարձրաձայնել։ Այս ֆիզիկական եւ հոգեբանական հյուծումը պահանջում էր հատուկ միջամտություն, եւ հենց այստեղ է, որ չորրորդ վարչությունը ստանում է իր ամենամութ, ամենագաղտնի նշանակությունը։ Չորրորդ վարչությունը պարզապես էլիտար հիվանդանոց չէր, այն իշխանության պահպանման, մարմնի եւ մտքի արհեստական վերականգնման փակ լաբորատորիա էր։ Մինչ հասարակ ժողովուրդը շնչում էր Նայրիդ գործարանի արտանետած թունավոր գազերը, որոնք քաղցկեղի եւ շնչառական ծանր հիվանդությունների ալիք էին բարձրացրել Երևանում եւ հարակից շրջաններում, նոմենկլատուրան փնտրում էր անմահություն իրենց հատկացված արտոնյալ հիվանդասենյակներում։ 1985 թվականին, երբ սկսվեցին առաջին բնապահպանական դժգոհությունները եւ մարդիկ սկսեցին հասկանալ, որ արդյունաբերական հսկաները խլում են իրենց եւ իրենց երեխաների առողջությունը, էլիտան արդեն վաղուց ապահովագրել էր իրեն։ Չորրորդ վարչության արխիվներում, որոնք մինչ օրս խիստ գաղտնիացված են կամ մասամբ ոչնչացված, պահվում էին բժշկական քարտեր, որոնք կարող էին պատմել ավելին, քան ցանկացած քաղաքական զեկույց։ Այդ քարտերում գրանցված էին ոչ միայն հիվանդությունները, այլև այն ահռելի ռեսուրսները, որոնք ծախսվում էին 9-1 բարձրաստիճան պաշտոնյայի կյանքը երկարաձգելու համար։ Արևմտյան Գերմանիայից, Շվեյցարիայից եւ Ֆրանսիայից հատուկ չվերթներով բերվում էին դեղամիջոցներ, որոնք անունները անգամ հայտնի չէին խորհրդային շարքային բժիշկներին։ Այնտեղ կիրառվում էին արյան մաքրման, միարդային համակարգի վերականգնման եւ երիտասարդացման այնպիսի մեթոդներ, որոնք հասանելի էին միայն աշխարհի ամենահարուստ մարդկանց։ Իշխանությունը վախենում էր մահից, վախենում էր ֆիզիկական տկարությունից, որովհետև տկարությունը նշանակում էր դիրքերի կորուստ, այն դաժան գայլային օրենքներով ապրող համակարգում, որտեղ յուրաքանչյուրը սպասում էր դիմացինի սայթաքմանը։ Բժշկական այս գաղտնիքները դարձել էին շանտաժի եւ վերահսկողության գործիք։ Ով տիրապետում էր տեղեկատվությանը, թե որ մինիստրն է տառապում սրտի անբավարարությամբ կամ որ կուսակցական ղեկավարն ունի հոգեբանական խանգարումներ, նա տիրապետում էր իշխանությանը։ Բժիշկները, ովքեր աշխատում էին չորրորդ վարչությունում, տալիս էին լռության երդում, որը շատ ավելի խիստ էր, քան Հիպոկրատի երդումը։ Նրանք դառնում էին համակարգի գերիները, մարդիկ, ովքեր տեսնում էին էլիտայի մերկ, ճարպակալած, հիվանդություններից քայքայվող մարմինները, բայց պարտավոր էին հանրությանը ներկայացնել նրանց որպես առողջ, անխոցելի եւ հավերժական առաջնորդների։ Այս սուտը, այս ֆիզիոլոգիական կեղծիքը թափանցել էր հասարակության բոլոր շերտերը։ Մարդիկ տեսնում էին հեռուստացույցով հաղթական ժպիտներ, բայց զգում էին նեղման հոտը, որը գալիս էր փակ դռների հետևից։ Դեմիրճանի դարաշրջանի վերջին տարիները նման էին ծանր հիվանդի վերջին օրերին, երբ արտաքինից դեռ փորձում են պահպանել կյանքի պատրանքը, բայց ներսում օրգանիզմն արդեն հանձնվել է անբուժելի ախտինի ախտին։ Եվ այդ ախտը ոչ թե բժշկական էր, այլ բարոյական։ Դա անպատժելիության, ագահության եւ սեփական ժողովրդից լիակատար օտարման ախտն էր, որը ոչ մի արևմտյան դեղամիջոց չէր կարող բուժել։ Ամեն մի կայսրություն, ամեն մի դարաշրջան, որը կառուցված է ստի եւ կեղծիքի վրա, ունի իր աքիլլեսյան գաշապարը՝ ախիվները։ Թղթերը, որոնք լուր են, բայց որոնք պահում են իրենց մեջ այնպիսի պայթյունավտանգ ուժ, որը կարող է ոչնչացնել տասնամյակներով կառուցված ցանկացած հերոսական միֆ։ Երբ 1985 թվականին Մոսկվայում սկսվեց Գորբաչովյան պերեստրոյկան եւ հրապարակայնության քամիները սկսեցին փչել Խորհրդային Միության ողջ տարածքում, Հայաստանի կուսակցական վերնախավի կաբինետներում սկսվեց աննախադեպ, խուճապային մի գործընթաց։ Դա փաստաթղթերի, հրամանների, գաղտնի արձանագրությունների եւ ֆինանսական հաշվետվությունների զանգվածային համակարգված ոչնչացումն էր։ Գիշերները, երբ քաղաքը քնած էր, պետական հաստատությունների բակերում վառվում էին կրակներ, եւ այդ կրակների մեջ այրվում էր ոչ թե պարզապես թուղթ, այլ մի ամբողջ ժողովրդի գողացված պատմությունը։ Ինչ էին թաքցնում այդ ոչնչացվող էջերը։ Դրանք թաքցնում էին այն մեխանիզմները, որոնքով պաշտոնական, պլանային տնտեսությունը միահյուսվել էր ստվերային քրեական աշխարհի հետ։ Այնտեղ կային ցուցակներ, որտեղ հստակ նշված էին, թե որ պետական գործարանից որքան հումք է ապօրինի դուրս գրվել ցեխավիկների գիշերային արտադրամասերի համար։ Այնտեղ կային անուններ, հնդ պաշտոններ եւ այն աստղաբաշխական գումարների չափերը, որոնք որպես կաշառք փոխանցվել էին վերահսկող մարմիններին, ոստիկանությանը, դատախազությանը եւ Կենտկոմի բարձրաստիճան чиновникներին։ Բայց ամենասարսափելի գաղտնիքները, որոնք խնամքով մաքրվում էին արխիվներից, վերաբերում էին շինարարության ոլորտին։
Ֆեդեյ Սարգսյանի ղեկավարած մինիստրների խորհուրդը հպարտանում էր կառուցված միլիոնավոր քառակուսի մետր բնակարանային ֆոնդով, բայց այդ թվերի հետևում թաքնված էր մի հրեշավոր իրականություն, որի գինը հայ ժողովուրդը պետք է վճարեր արյամբ։ Եկեք տեղափոխվենք 1988 թվականի դեկտեմբեր։ Սպիտակի ավերիչ երկրաշարժը ցնցեց ոչ միայն հողը, այլև բացահայտեց այն փտած, կոռումպացված հիմքերը, որոնց վրա կառուցվել էր Դեմիրճյանի դարաշրջանի Բարգավաճ Հայաստանը։ Երբ փրկարարները, արտասահմանյան մասնագետները եւ սովորական քաղաքացիները փորձում էին հանել մարդկանց փլատակների տակից, նրանք բախվեցին մի անբացատրելի սարսափեցնող երևույթի։ Բազմահարկ պանելային շենքերը, որոնք կառուցվել էին 70-ականների վերջին եւ 80-ականների սկզբին, չէին պարզապես փլվել։ Դրանք վերածվել էին մանր անկենդան փոշու։ Բետոնը, որը պետք է դիմանար ցնցումներին, փշրվում էր մատների արանքում, ինչպես չորացած ավազ։ Իսկ որտեղ էին այն հաստ պողպատե ամրանները, որոնք պետք է պահեին շենքի կմախքը։ Դրանք կամ ընդհանրապես բացակայում էին, կամ տեղադրված էին պահանջվող նորմերից տասնապատիկ պակաս քանակությամբ։ Այս ողբերգության պատճառը բնության արհավիրքը չէր միայն։ Պատճառը այն համատարած, անխիղճ եւ համակարգված գողությունն էր, որը տեղի էր ունեցել շինարարության ընթացքում։ Տեսություններից մեկի համաձայն, որը մինչ օրս սարսուռ է առաջացվում ցանկացած ողջամիտ մարդու մոտ, այն ցեմենտը, այն բարձրորակ շինանյութը եւ այն պողպատե ամրանները, որոնք պետք է ապահովեին Լենինականի, Սպիտակի եւ Կիրովականի հասարակ բանվորների, ուսուցիչների եւ բժիշկների տների ամրությունը, գողացվել էին։ Դրանք գողացվել էին եւ ուղղվել դեպի Երևանի արվարձաններ, դեպի Ծաղկաձոր եւ Դիլիջան, որտեղ սնկի պես աճում էին նոմենկլատուրայի, չեխավիկների եւ կուսակցական էլիտայի շքեղ, եռահարկ ամառանոցներն ու առանձնատները։ Այդ առանձնատները կանգուն մնացին, դրանց պատերը ամուր էին, որովհետև դրանց մեջ լցված էր այն ցեմենտը, որը խլվել էր հազարավոր անմեղ երեխաների, կանանց եւ ծերերի կյանքի հաշվին։ Երբ քննիչները փորձեցին գտնել մեղավորներին, երբ նրանք պահանջեցին շինարարական տրեստների փաստաթղթերը, նախագծային ինստիտուտների հաշվետվությունները եւ որակի վերահսկողության ակտերը, նրանք բախվեցին դատարկության։ Արխիվների այն էջերը, որոնք պարունակում էին ստորագրություններ, որոնք ապացուցում էին, թե ով է թույլատրել շահագործման հանձնել մահվան այդ թակարդները, արդեն ոչնչացված էին։ Դրանք այրվել էին այն թույն գիշերային խարույկներում, որոնք վառվում էին պերեստրոյկայի առաջին տարիներին։ Համակարգը մաքրել էր իր հետքերը։ Էլիտան, որը տարիներ շարունակ հարստացել էր պետական միջոցների թալանով, այժմ թաքնվում էր բնական աղետի անվան տակ, մաքրելով իր արյունոտ ձեռքերը երկրաշարժի փոշու մեջ։ Սա պարզապես կոռուպցիա չէր, սա ազգային դավաճանություն էր, որի ապացույցները հավերժ մնացին փլատակների տակ եւ այրված արխիվների մոխիրներում։ Դեմիրճյանի դարաշրջանի ճարտարապետական հաղթանակները, մետրոպոլիտենը, Զվարթնոցը, մարզահամերգային համալիրը կանգնած էին որպես հպարտության խորհրդանիշներ, բայց հյուսիսային Հայաստանի ավերակները դարձան այդ նույն դարաշրջանի իրական չդիմահարդարված դեմքը, ցույց տալով, թե ինչ է լինում, երբ պետության հիմքում դրվում է ոչ թե օրենքն ու արդարությունը, այլ անձնական հարստացման մոլուցքը։ Ամեն մի դրամա ունի իր հանգուցալուծումը, եւ ամեն մի հանցագործություն ունի իր գլխավոր շահառուն։ Երբ 1588 թվականի մայիսին Մոսկվայի աննախադեպ ճնշման եւ Ղարաբաղյան շարժման հզոր անկասելի ալիքի ֆոնին Կարեն Դեմիրճյանը ստիպված եղավ հրաժարական տալ, շատերին թվաց, թե արդարությունը վերջապես հաղթանակեց։ Հրապարակներում հավաքված 100 հազարավոր մարդիկ, ովքեր հոգնել էին տասնամյակներ տևած ստից, հերթերից, անհավասարությունից եւ կոռուպցիայից, ցնծում էին։ Նրանք հավատում էին, որ հին փտած համակարգը փլուզվեց եւ սկսվում է նոր, մաքուր, ազգային զարթոնքի դարաշրջան։ Իշխանության եկավ Սուրեն Հարությունյանը, Դեմիրճյանի վաղեմի քաղաքական հակառակորդը։ Նա կանգնեց ամբիոնի մոտ եւ սկսեց խոսել այն ամենի մասին, ինչը տարիներ շարունակ արգելված էր։ Նա բարձրաձայնեց կոռուպցիայի, ստվերային տնտեսության, էկոլոգիական աղետի եւ նախկին էլիտայի անբարոյականության մասին։ Ժողովուրդը լսում էր նրան եւ հավատում, որ մեղավորները կպատժվեն, որ գողացված միլիոնները կվերադարձվեն պետությանը եւ որ արդարությունը կվերականգնվի։ Բայց եկեք մի պահ կանգ առնենք, սառը դատողությամբ նայենք իրադարձություններին եւ տանք քրեագիտության ամենակարևոր հարցը. ո՞ւմ էր սա ձեռնտու։ Ո՞վ էր այս ողջ պատմության, այս ողբերգական տրանզիտի իրական շահառուն։ Արդյոք դա հասարակ ժողովուրդն էր, որը շարունակում էր ապրել աղքել-աղքատության մեջ եւ շուտով պետք է բախվեր պատերազմի, շրջափակման եւ մութ ու ցուրտ տարիների արհավիրքին։ Ոչ։
Իրական շահառուն այն նույն անտեսանելի, ճկուն եւ անսկզբունքային նոմենկլատուրան էր։ Այն նույն տեխնոկրատներն ու ցեխավիկներն էին, ովքեր ստեղծել էին Դեմիրճյանի դարաշրջանի ստարաշրջանի ստվերային կայսրությունը։ Սուրեն Հարությունյանի ելույթները եւ նախկին իշխանությունների քննադատությունը ընդամենը ծխածածկույթ էին։ Թատերական ներկայացում, որի նպատակն էր հանգստացնել զայրացած ամբոխին եւ ապահովել կապիտալի եւ իշխանության անցնցում փոխանցումը նոր պայմաններում։ Ֆեյդեյ Սարգսյանի նման գործիչները, ովքեր տիրապետում էին տնտեսության իրական լծակներին, ովքեր գիտեին բոլոր ստվերային սխեմաները եւ ֆինանսական հոսքերի ուղղությունները, ոչ միայն չպատժվեցին, այլև հարմարվեցին նոր իրականությանը։ Ցեխավիկները, ովքեր տարիներ շարունակ կուտակել էին ահռելի չգրանցված հարստություն, օգտագործեցին պերեստրոյկայի եւ հետագայում խորհրդային միության փլուզման ընձեռած հնարավորությունները իրենց ստվերային միլիոնները օրինականացնելու համար։ Նրանք դարձան առաջին կոոպերատորները, ապա առաջին օլիգարխները։ Նրանք գնեցին այն նույն պետական գործարանները, որոնք ժամանակին թալանում էին գիշերները։ Նրնում էին գիշերները։ Նրանք սեփականաշնորհեցին այն հողերն ու շենքերը, որոնք կառուցվել էին ժողովրդի քրտինքով։ Դեմիրճյանի հեռացումը նրանց համար ոչ թե պարտություն էր, այլ ազատագրում։ Այլևս պետք չէր թաքնվել կոմունիստական գաղափարախոսության դիմակի տակ, այլևս պետք չէր կաշառք տալ Մոսկվային։ Այժմ նրանք կարող էին բացահայտ վայելել իրենց հարստությունը։ Սա էր ամենամեծ, ամենացավոտ դավաճանությունը։ Հասարակ ընտանիքը, որը 20 տարի սպասել էր բնակարանի եւ այդպես էլ չէր ստացել այն։ Ընտանիքը, որը կորցրել էր իր հարազատներին 4-րդ վարչության դռների առաջ դեղորայք չունենալու պատճառով։ Ընտանիքը, որի երեխաները մնացել էին սպիտակի գողացված ցեմենտով կառուցված դպրոցների փլատակների տակ, մնաց ձեռնունայն։ Նրանք վճարեցին էլիտայի բարգավաճման գինը իրենց կյանքով, իրենց առողջությամբ եւ իրենց ապագայով։ Իսկ էլիտան պարզապես փոխեց իր արտաքին տեսքը։ Կարմիր կուսակցական անդամատոմսերը փոխարինվեցին բիզնես քարտերով, կոլեկտիվ ֆերմաների հավաքների ճառերը խոճառերը խորհրդակցություններով շքեղ հյուրանոցներում, իսկ պլանային տնտեսության կաշառքները շուկայական հարաբերությունների վարձավճարներով։ Համակարգը չփոխվեց, այն միայն հարմարվեց եւ շարունակեց լուծել իր կնողի արյունը, այժմ արդեն ազատ, անկախ Վայաստանի անունից։ Այս ցինիկ եւ անխափան տրանզիտը, այս անտեսանելի, բայց կենսունակ ցանցը, որը թույլ տվեց նոմենկլատուրային վերապրել համակարգի փլուզումը, պատահական չէր ստեղծվել։ Այն ուներ իր ոչ միայն ֆինանսական, այլև ֆիզիկական, ճարտարապետական մարմնավորումը։ Որպեսզի հասկանանք, թե ինչպես էր էլիտան կարողանում այդքան վարպետորեն մեկուսանալ ժողովրդից եւ պահպանել իր անվտանգությունը ցանկացած ցնցման ժամանակ, մենք պետք է նայենք այն կառույցներին, որոնք ստեղծվել էին հենց այդ նպատակով։ Խոսքը ոչ թե վերխոյացող շենքերի, այլ այն գաղտնի, մութ աշխարհի մասին է, որը գոյություն ուներ մեր ոտքերի տակ։ Երբ մենք խոսում ենք Կարեն Դեմիրճյանի դարաշրջանի մասին, մենք սովորաբար մեր հայացքը ուղղում ենք դեպի վեր, դեպի այն վեհաշուկ, մոնումենտալ կառույցները, որոնք փոխեցին Երևանի ճարտարապետական դեմքը եւ դարձան մի ամբողջ ժամանակաշրջանի խորհրդանիշները։ Մենք հիանում ենք 1980 թվականին իր դռները բացած Զվարթնոց օդանավակայանի ֆուտուրիստական, տիեզերական ուրվագծերով։ Մենք հպարտանում ենք 1983 թվականին կառուցված մարզահամերգային համալիրի ճարտարապետական հանճարով, որը կարծես թռչող ափսե լիներ, իջած Ծիծեռնակաբերդի բարձունքին։ Սակայն որպեսզի հասկանանք այս դարաշրջանի իրական, խորքային եւ հաճախ մութ էությունը, մենք պետք է մեր հայացքը ուղղենք ոչ թե դեպի երկինք, այլ դեպի ընդերք։ Մենք պետք է իջնենք այն ստորգետնյա լաբիրինթոսները, որոնք կառուցվեցին նույն այդ տտարիներին եւ որոնք իրենց մեջ թաքցնում են իշխանության ամենամեծ գաղտնիքները։ 1977 թվականին Երևանի տակ սկսվեց մի շինարարություն, որը պաշտոնապես ներկայացվում էր որպես ստորգետնյա տրամվայի համեստ նախագիծ, բայց որը շատ շուտով Դեմիրճյանի անձնական հավակնությունների եւ Մոսկվայի հետ վարվող բարդ բազմաշերտ դիվանագիտական խաղերի արդյունքում վերածվեց լիարժեք մետրոպոլիտենի։ Երբ 1981 թվականին հանդիսավորությամբ բացվեցին մետրոյի առաջին կայարանները, ժողովուրդը ցնծում էր, տեսնելով մարմարապատ պատերը, բյուրեղյա հսկայական ջահերը եւ փայլուն գնացքները։ Բայց այս շքեղ ստորգետնյա պալատները ունեին նաեւ մեկ այլ, չբարձրաձայնված նշանակություն։ Դրանք խորհրդանշում էին այն անտեսանելի զուգահեռ իրականությունը, որտեղ ապրում էր խորհրդային Հայաստանի էլիտան։ Մինչ հասարակ քաղաքացիները ամեն օր իջնում էին մետրոյի կայարաններ իրենց աշխատանքին հասնելու համար, նոմենկլատուրան կառուցում էր իր սեփական, փակ եւ անհասանելի ստորգետնյա աշխարհը։
Այդ աշխարհը բաղկացած չէր միայն մետրոյի թունելներից։ Դա մի ամբողջ ենթակառուցվածք էր, որը ներառում էր հատուկ կապի գաղտնի գծեր, որոնք հայտնի էին որպես վերտուշկաներ, փակ բունկերներ եւ ապաստարաններ, որոնք նախատեսված էին բացառապես բարձրագույն ղեկավարության եւ նրանց ընտանիքների համար, հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում։ Այս անտեսանելի քաղաքը, որը գոյություն ուներ Երևանի փողոցների տակ, ապրում էր իր սեփական անխափան կյանքով։ Այնտեղ երբեք չէր անջատրում հոսանքը, այնտեղ երբեք չէր պակասում մաքուր օդը։ Այնտեղ ամեն ինչ հաշվարկված էր կատարելության հասնող ճշգրտությամբ։ Եվ այս կատարելությունը ստեղծվում էր այն նույն պետական բյուջեի հաշվին, որը մշտապես դատարկ էր, երբ հերթը հասնում էր Չարբախի կամ հարավ-արևմտյան թաղամասի խոնավ, կիսաքանդ պանելային շենքերի վերանորոգմանը կամ նոր մանկապարտեզների կառուցմանը։ Ստորգետնյա այս լաբիրինթոսները հիանալի մետաֆոր են այն ժամանակաշրջանի համար։ Իշխանությունը գործում էր խորը ընդերքում, հեռու հասարակ մարդկանց աչքերից։ Ֆադեյ Սարգսյանի ղեկավարած մինիստրների խորհուրդը եւ քորհուրդը եւ կենտրոնական կոմիտեի բազմաթիվ բաժինները նման էին այդ թունելներին՝ մութ, փակ եւ միայն ընտրյալների համար հասանելի։ Այդ կաբինետներում էին գծվում այն սխեմաները, որոնքով պետական հումքը գիշերները հոսում էր դեպի ցեխավիկների արտադրամասեր։ Այդ նույն փակ դռների հետևում էին որոշվում, թե ով պետք է ստանա բնակարան Սայաթնովա պողոտայում, եւ ով պետք է եւս 20 տարի սպասի իր հերթին Խավարաշուտ հանրակացարանում։ Էլիտան ստեղծել էր մի համակարգ, որտեղ նրանք կարող էին տեղաշարժվել հասարակության միջով, առանց երբևէ շփվելու իրականության հետ։ Նրանց սև փայլուն ավտոմեքենաները սլանում էին հատուկ առանձնացված գոտիներով։ Նրանց երեխաները հաճախում էին հատուկ դպրոցներ, իսկ նրանց կանայք գնումներ էին կատարում Բերիոսկա փակ խանութներից, որտեղ մուտքը սովորական մահկանացուների համար խստի վարգելված էր։ Այս անտեսանելի պատերը, որոնք բաժանում էին հասարակությունը, շատ ավելի ամուր էին, քան մետրոյի բետոնե կամարները։ Դրանք կառուցված էին ցինիզմից, անպատժելիությունից եւ այն խորը համոզմունքից, որ պետությունը պատկանում է միայն նրանց, ովքեր կանգնած են կառավարման բուրգի գագաթին։ Երբ 1985 թվականին Միերզահամերգային համալիրում բռնկվեց այն ահռելի կործանարար հրդեհը, որը լափեց միլիոնավոր ռուբլիների արժեք ունեցող գույք եւ եզակի ճարտարապետական լուծումներ, ժողովրդի մեջ շրջանառվող լուրերը պատահական չէին։ Մարդիկ ենթագիտակցորեն զգում էին, որ այդ հրդեհը պարզապես անվտանգության կանոնների խախտում չէր։ Դա կարծես բնության կամ ճակատագրի պատասխանն էր այն ցուցադրական ամբարտավան շկեղությանը, որը կառուցվել էր համատարած աղքատության եւ դեֆիցիտի ֆոնին։ Դեմիրճյանը անձամբ էր հսկում վերականգնման աշխատանքները։ Նա գրեթե ապրում էր շինհրապարակում, փորձելով փրկել իր դարաշրջանի գլխավոր խորհրդանիշներից մեկը, բայց ճաքերն արդեն հայտնվել էին ոչ միայն շենքի պատերին, այլև հենց իշխանության հիմքերում։ Այդ ճաքերը գնալով խորանում էին, քանի որ անհնար է հավերժ թաքցնել ճշմարտությունը ստորգետնյա բունկերներում կամ փակ արխիվներում։ Հասարակությունը, որը տասնամյակներ շարունակ սնվել էր պաշտոնական քարոզչության նության դատարկ խոստումներով, սկսում էր արթնանալ։ Նաիրիդ գործարանի թունավոր արտանետումները, որոնք խեղդում էին Երևանը, դարձան այն կատալիզատորը, որը ստիպեց մարդկանց դուրս գալ փողոց։ Էկոլոգիական աղետը անհնար էր թաքցնել 4-րդ վարչության փակ հիվանդասենյակներում, այն հարվածում էր բոլորին, բայց էլիտան, իհարկե, ուներ փախուստի իր ուղիները՝ դեպի մաքուր օդով հարուստ ամառանոցներ եւ արտասահմանյան առողջարաններ։ Ստորգետնյա կայսրությունը, որը կառուցվել էր ժողովրդի քրտինքով, սկսում էր փլուզվել իր իսկ ծանրության տակ եւ մոտենում էր այն պահը, երբ լույսը պետք է ներթափանցեր ամենամութ թունելները, բացահայտելով այն ահռելի գինը, որը վճարվել էր այսպես կոչված բարգավաճման համար։ Պատմության մեջ կան պահեր, երբ ժամանակը կարծես կանգ է առնում, երբ օդը դառնում է այնքան խիտ ու ծանր, որ հնարավոր է լինում այն շոշափել մատներով։ 1988 թվականի մայիսն էր։ Գարունը եկել էր Հայաստան իր ողջ գեղեցկությամբ, բայց կենտրոնական կոմիտեի հսկայական մարմարապատ շենքի ներսում տիրում էր խորը, սառեցնող աշուն։ Միջանցքները, որոնք 14 տարի շարունակ լի էին եղել կյանքով, շողոքորթ ժպիտներով, վստահ քայլերով եւ իշխանական հրամանների արձագանքներով, այժմ ընկղմվել էին մեռելային լռության մեջ։ Դա այն լռությունն էր, որը նախորդում է մեծ կայսրությունների անկմանը, այն լռությունը, երբ բոլորը հասկանում են, որ վերջաբանը անխուսափելի է, բայց ոչ ոք չի համարձակվում առաջինը բարձրաձայնել այդ մասին։ Կարեն Դեմիրճյանը գտնվում էր իր ընդարձակ փայտապատ աշխատասենյակում։ Այդ սենյակը տասնամյակներ շարունակ եղել էր հանրապետության սիրտը, այն կետը, որտեղից ընդունվում էին ճակատագրական որոշումներ, որտեղից բաշխվում էին բարիքներն ու պատիժները։
բայց այժմ այդ սենյակը նման էր մեկուսարանի։ Սեղանի վրա դրված հատուկ կապի հեռախոսները, որոնք նախկինում անդադար զանգում էին, բերելով լուրեր Մոսկվայից կամ հանրապետության ամենահեռավոր շրջաններից, այժմ լռում էին։ Այդ լռությունը ամենախոսուն վկայությունն էր այն բանի, որ իշխանության էներգիան արդեն լքել է այս պատերը։ Դրսում, հրապարակներում եւ փողոցներում եռում էր Ղարաբաղյան շարժման հզոր, անկասելի ալիքը։ 100,000-ավոր մարդիկ, ովքեր տարիներ շարունակ լուռ կուլ էին տվել անարդարությունը, կոռուպցիան եւ սոցիալական նվաստացումը, այժմ գտել էին իրենց ձայնը։ Նրանք պահանջում էին ոչ միայն ազգային արդարություն, այլև մաքրում այն փտած համակարգից, որը խեղդում էր նրանց տասնամյակներ շարունակ։ Եվ հենց այս ծանր, ճնշող մթնոլորտում հայտնվեց այցելուն։ Այդ այցելուն պարզապես մեկ կոնկրետ անձնավորություն չէր, թեև Մոսկվայից ժամանած էմիսարները արդեն քայլում էին Երևանի փողոցներով, իրենց սառը, հաշվենկատ հայացքներով գնահատելով իրավիճակը։ Իրական այցելուն հենց ինքը, պատմությունն էր, որը եկել էր պահանջելու իր հաշիվները։ Դեմիսճյանը, լինելով փորձառու եւ խորաթափանց քաղաքական գործիչ, հասկանում էր, որ իր դարաշրջանը, որը սկսվել էր 1974 թվականին մեծ հույսերով եւ վիթխարի շինարարական ծրագրերով, մոտեցել է իր տրամաբանական եւ ողբերգական ավարտին։ Նա նայում էր պատուհանից դուրս դեպի այն քաղաքը, որը ինքն էր կառուցել, դեպի այն փողոցները, որտեղով հիմա քայլում էին իր դեմ ապստամբած մարդիկ, եւ նրա հոգում հավանաբար պայքարում էին հպարտությունն ու դառնությունը։ Նա գիտեր, որ պաշտոնական զեկույցներում ինքը կմնա որպես կառուցող, բայց նա նաև գիտեր այն ստվերային գինը, որը վճարվել էր այդ ամենի համար։ Այդ վերջին ժամերին, երբ պատրաստվում էր հրաժարականի տեքստը, Կենտկոմի շենքի մյուս հարկերում տեղի էր ունենում մեկ այլ, շատ ավելի պրագմատիկ եւ ցինիկ գործընթաց։ Նոմենկլատուրայի ներկայացուցիչները, մինիստրները, ցեխավիկների հովանավորները եւ 4-րդ վարչության արտոնյալ հաճախորդները արդեն հասկացել էին, որ նավը խորտակվում է։ Բայց նրանք չէին պատրաստվում խորտակվել դրա հետ միասին։ Սկսվել էր փաստաթղթերի, գաղտնի արձանագրությունների եւ ֆինանսական հաշվետվությունների տենդագին ոչնչացումը։ Այն մարդիկ, ովքեր երեք երդվում էին հավատարմություն կոմունիստական իդեալներին եւ անձամբ առաջին քարտուղարին, այժմ արդեն փնտրում էին կամուրջներ դեպի նոր իշխանություն։ Սուրեն Հարությունյանը, ով շուտով պետք է զբաղեցներ այդ նույն աշխատասենյակը, արդեն սպասում էր իր հերթին, պատրաստելով ճառեր, որոնք պետք է դատապարտեին նախկինների մեղքերը։ Բայց դա ընդամենը դեկորացիաների փոփոխություն էր։ Իրական իշխանությունը, փողը, կապերը եւ ստվերային ազդեցությունը մնում էր նույն մարդկանց ձեռքում։ Երբ Դեմիսճյանը վերջին անգամ փակեց իր աշխատասենյակի դուռը եւ քայլեց երկար դատարկ միջանցքով, նրա ոտնաձայները արձագանքում էին որպես մի ամբողջ դարաշրջանի ռեկվիեմ։ Նա հեռանում էր, բայց իր հետևից թողնում էր մի երկիր, որը խորապես հիվանդ էր։ Թողնում էր մի հասարակություն, որը բաժանված էր անհաղթահարելի սոցիալական անդունդով, մի տնտեսություն, որը կախված էր ստվերային կապիտալից, եւ մի բարոյականություն, որը խեղաթուրվել էր համատարած կաշառակերության եւ երկակի ստանդարտների պատճառով։ Այցելուն, նոր ժամանակաշրջանը, մտավ այդ շենք, բայց այն չբերեց սպասված մակրագործումը։ Այն պարզապես բացեց նոր, շատ ավելի դաժան եւ անկանխատեսելի մի գլուխ, որտեղ հին մեղքերը պետք է ծնեին նոր ողբերգություններ, իսկ հասարակ ժողովուրդը կրկին պետք է վճարեր ուրիշների սխալների եւ ագահության գինը։ Պատմությունը միայն առաջնորդների, հսկայական շինությունների եւ քաղաքական ինտրիգների մասին չէ։ Իրական պատմությունը գրվում է հասարակ մարդկանց ճակատագրերով, նրանց լուր տառապանքով, նրանց չիրականացած երազանքներով եւ այն ծանր ժառանգությամբ, որը նրանք փոխանցում են իրենց զավակներին։ Որպեսզի ամբողջությամբ ըմբռնենք Դեմիսճյանի դարաշրջանի թողած իրական հետքը, մենք պետք է վերադառնանք այն ընտանիքին, որի մասին խոսեցինք սկզբում։ Այն ընտանիքին, որի հայրը իր առողջությունը թողեց պետական գործարանի հաստոցների մոտ, իսկ մայրը իր նյարդերը մաշեց դպրոցական ցուրտ դասասենյակներում։ Նրանք 20 տարի սպասեցին պետության խոստացած բնակարանին։ 20 տարի նրանք ապրեցին խոնավ հանրակացարանում, նայելով թե ինչպես են իրենց երեխաները մեծանում նեղլիկ անոտ սենյակում, մինչդեռ քաղաքի կենտրոնում վեր էին խոյանում նոմենկլատուրայի շքեղ ապարանքները։ Ինչ եղավ այս մարդկանց հետ։ Նրանց երկրային ուղին ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց 100,000-ավոր այլ ազնիվ աշխատավոր խորհրդային քաղաքացիների կյանքը՝ հիասթափության, ֆիզիկական հյուծվածության եւ խորը չբարձրաձայնված վիրավորանքի մեջ։ Նրանք հեռացան այս աշխարհից, այդպես էլ չտեսնելով արդարության հաղթանակը, այդպես էլ չվայելելով այն տարական բարեկեցությունը, որին արժանի էին իրենց ազնիվ աշխատանքով։ Բայց ամենասարսափելին այն չէր, ինչ նրանք չստացան։
Ամենասարսափելին այն ժառանգությունն էր, որը նրանք ստիպված էին թողնել իրենց երեխաներին։ Այս ընտանիքի զավակները, ովքեր օժտված էին վառ խելքով եւ սովորելու մեծ ցանկությամբ, բախվեցին մի համակարգի հետ, որտեղ գիտելիքը ոչինչ չարժեր առանց փողի եւ կապերի։ Երբ նրանք փորձեցին ընդունվել բժշկական կամ իրավաբանական ֆակուլտետներ, նրանց առջև փակվեցին բոլոր դռները, քանի որ նրանց ծնողները չունեին այն 5000-ից 15000 ռուբլին, որը պահանջվում էր որպես կաշառք։ Հիշենք, որ նրանց ծնողների ամսական աշխատավարձը կազմում էր ընդամենը 150-ից 200 ռուբլի։ Այսպիսով, մի ամբողջ սերնդի ապագան գողացվեց ոչ թե թշնամու կողմից, այլ իր իսկ պետության կողմից։ Հիմա, երբ մենք նայում ենք հետադարձ հայելու մեջ, հարցն այլևս այն չէ, թե ինչպես փլուզվեց այդ համակարգը։ Հարցն այն է, ինչպես այն այդքան երկար կարողացավ գոյատևել։ Ինչպես կարողացան 100 հազարավոր մարդիկ ամեն օր անել աշխատանքը, գիտենալով, որ արդյունքը կգնա այլ մեկի գրբան։ Ինչպես հանդուրժեցին այն, որ նրանց երեխաները ծնվում էին արդեն պարտված խաղի մեջ։ Պատասխանը պարզ է, բայց սարսափելի։ Նրանք ուղղակի ուրիշ չգիտեին։ Համակարգը այնքան ամբողջական էր վերահսկում տեղեկատվական դաշտը, մամուլը, կրթությունը, նույնիսկ մարդկանց երազանքները, որ այլընտրանք պարզապես չկար։ Բայց երբ 1988 թվականին Հայաստանը արթնացավ Ղարաբաղյան շարժման կոչի տակ, այդ բոլոր դարավոր լռությունը պայթեց մի պահի մեջ։ Եվ հենց այդ պայթյունը դարձավ Դեմիրճյանի դարաշրջանի իսկական վերջաբանը։